Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է Կինո հոթել հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Դիլիջան քաղաքում եւ կհյուրընկալվենք Դիլիջանում գործող Armenia հյուրատանը։ Դիլիջանը հին հայկական քաղաքներից մեկն է, որը հարուստ է պատմական տեսարժան վայրերով։ Դիլիջանը նաև հայտնի առողջարանային քաղաք է։ Խիտ լեռնային անտառների շնորհիվ օդը բյուրեղյա մաքուր է այստեղ, ինչն էլ խթան է հանդիսանում զբոսաշրջության զարգացմանը։ Քաղաքը շրջապատող տարածքը ունի ազգային պարկի կարգավիճակ։ Դիլիջանի տարիքի մասին են վկայում այստեղ հայտնաբերված հսկայական թվով պատմական վայրերը։ Քաղաքում եւ մերձակայքում տեղակայված են 32 ճարտարապետական հուշարձան։ Քաղաքում հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական գտածոներ։ Բնական պայմանները նմանեցնելով քաղաքը երբեմն անվանում են հայկական Շվեյցարիա։ Հիմա այցել ենք Armenia հյուրատուն, ծանոթանանք Armenia հյուրատան հետ, իսկ հետո նորից կվերադառնանք եւ կծանոթանանք Դիլիջանի տեսարժան վայրերի հետ։ Մենք գտնվում ենք Դիլիջանում, սա մեր տունն է, մեր հյուրատունը, մեր եւ բիզնես, եւ տուն, եւ առօրյա, եւ ամեն ինչ։ Միտքը ծագել է 10 տարի արդեն այս ոլորտում ենք, туриզմի ոլորտում ենք ու այնքանով էր ինձ համար հարմար, որ ընտանիք բիզնես համատեղել եմ ու այդպես շատ եւ ֆինանսապես եւ ընտանիքի համար ավելի բարենպաստ, քանի որ մաման միշտ տանն է լինում եւ բիզնեսում է լինում եւ ֆինանսն է ապահովում, քանի որ խոհանոցը շատ սիրում եմ։ Տեսանք, որ շատ լավ գործ է ինձ համար։ Այդպես փոքր քայլերով սկսեցինք տնից, սկզբից տնից աշխատեցինք։ Բնիկ Դիլիջանից եմ։ Ես եւ ամուսինս այստեղ ծնվել, մեծացել ու շատ սիրում ենք մեր քաղաքը։ Չգիտեմ դիրքից է եւ քանի որ գործ ունենք այստեղ, շատ ենք սիրում ուր որ գնում ենք հանգստի, 10 օրից ավել չենք ձգում։ Այդպես տնից սկսել ենք տան սենյակներից, գալիս էին ճաշի, ընթրիքի, գիշերակաց, լինում էր որ խումբը մեծ է լինում, բաժանում ենք հարևանի տներով այսպես, այն ժամանակ պահանջարկը շատ մեծ չէր, այսինքն այն որ սենյակում սանհանգույց պարտադիր լիներ, այնպես որ հարմարվում էին հյուրերը։ Այդպես սկսեցինք 2 սենյակ, հետո 3 սենյակ, խնդրեմ համեցեք գնանք եւ նաեւ սենյակները տեսնեք։ Քայլ առ քայլ սկսեցինք շինարարությունը, քանի որ պահանջարկը մեծ էր ու Սկզբին հասենք մենակ մնաք։ Սա մեր սեփական տունն է, հա, այստեղ։ Հետո արդեն այս մասը դե անխնամ այգի էր, քիչ-քիչ այսպես 2 սենյակ, 3 սենյակ ավելացնելով ունեցանք այն ինչ ունենք հիմա։ Փոքրիկ այսպես հյուրատուն։ Հետո հաշվի առնելով հյուրերի այսպես կոմֆորտը, քանի որ աշխատում էին քիչ-քիչ, սենյակներն էլ արդեն ըստ պահանջարկի տարբեր էր, այսինքն կոմֆորտը քիչ-քիչ ավելի դեպի լավն էին կանում։ Հետո մեր սխալների վրա ավելի հարմարավետ սենյակները կառուցեցինք, փորձում ենք անդադ նորոգենք, վերանորոգենք, այսպես ասած, թարմացնենք սենյակները։ Դե ունենք 9 սենյակ, յուրաքանչյուր իր հանգույցով, հարմարություններով։ Քանի մարդ կարող եք ընդունել։ Կախված է նրանից, թե սենյակում double, single, triple ինչպես են մնում։ Դե 9 սենյակ, այսինքն 18, եթե 2-ով են մնում։ Քանի որ տուրիստական հետ աշխատելով խմբերը մեծ են լինում, մենք ու շատերը ցանկանում են նաև տանման, մենք ունենք սենյակներ տանը, որ էլի սանհանգույցով են, ու այն հյուրը, որ ուզում է տան ընդհանուր մթնոլորտը զգա,
սենյատանն են մնում։ Անցած տարիները այնտեղ դրսում ենք հաց տվել, քանի որ տեսարան շատ սիրուն է Դիլիջանի ու պահանջարկը մեծ էր դրսում հաց ուտելու, այնտեղ հետո արդեն անցած տարի այս կառուցեցինք ճաշարանը մեծ, բայց այսպես սահմաններ փակվեցին։ Հիմա փորձում ենք մեր հայերի տեղացների հետ աշխատենք, փորձում ենք։ Դե ճաշարանը այնպես են կառուցել, որ խմբեր, մի քանի խմբեր նստեն եւ տեսարան լինի, քանի որ Դիլիջանի եղանակը այսպես փոփոխական է, լինում էր, որ դրսում գալիս էին ճաշի ու եղանակը անմիջապես կտրուկ փոխվում էր։ Դրա համար որոշեցինք այսպես տեսարանով կառուցենք եւ նաեւ մեր տան տեսարանը չփակի, այսպես ապակու անցնելով մեր հայացքն ելուղվի անտառին։ Առանց գիշերակացել խմբեր կարող են։ Հա, լինում էին գերմանական խմբերը, որոնք չարտերնի այդպես ռեյսով գալիս էին, մեծ խմբեր։ Գալիս էին իրանք լանչի, գալիս են նաև ընթրիքի, հյուրանոցային հյուրերը, ասենք իտալական խմբերը, որոնք չեն մնում մեզ մոտ, գալիս էին ընթրիքի, հետո հյուրանոցում գնում գիշերակացան։ Լանչ բոքսեր ենք պատրաստում քայլող խմբերի համար, վարպետաց դասեր, գաթայի, տոլմայի, սուջուխի, դա անգամ եղել է, որ պար են կազմակերպել, այնպես որ շատ զգացված են մեր հայերի ընդունելությունից, մեր ժպիտներից, հյուրերը շատ են սիրում ու ավելի շատ սիրում են այսպես բնակչի տուն, այսպես ռեստորան, քանի որ եթե ինքը տանտերն է սպասարկում եւ իր ձեռքով պատրաստում, ավելի հյուրերին հաճելի է լինում, որ դու մատուցում ես, դու շփվում ես իրենց հետ, նստում ես անգամ սուրճի սեղանի շուրջ ու ջուր հարցեր են տալիս, ինչպես ստեղծվեց ընտանիքի անդամներից, դա մեր այսպես ասած, չգիտեմ, իշքան է։ Too many days in the darkness without a glimpse of the light. Running tired and broken and scared but Սենյակը այսպես double է, այսինքն 3 տեղանոց է, ցանկության դեպքում կարող է 3-րդ անց քնել, բայց եթե խումբը այսպես պահանջարկը բոլորը մի տեղանոց են, այնպես որ մեկ անձել է այստեղ մնում, այսինքն մենք չունենք կոնկրետ այսպես մեկ տեղանոց համարներ։ 3 տեղանոց են, բայց ցանկության դեպքում մի հոգի է իհարկե մնում։ Դե ունենք Wi-Fi, հեռուստացույց, սառնարան, առանձին սանհանգույցը, պարագաներով, հիգիենայի ամեն պարագաներով, տաք ջուր, սառը ջուր, առաջի անհրաժեշտ ամեն ինչը։ Տուրեր մենք այդպես չէ, բայց հյուրերը երբ գալիս են, գնում են կարմիր գրքում նշված է, ինչ որ թռչուն է, գալիս են, որ գնան տեսնելու, վիլիսներ են տեղամադրում, քանի որ սարում են իրանք այդ թռչունները, այդպես, բայց տուրեր մենք ինքներս չենք կազմակերպել, քանի որ գալիս են արդեն տուր փաթեթներով են գալիս հյուրերը, դրա համար այսպես։ Տաուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինի 125A տուն։ Սիրով սպասում ենք։ Դիլիջանը Հայաստանում հանգստի ամենասիրված վայրերից մեկն է։ Այն նաև անվանում են Հայաստանի մտավոր եւ մշակութային մայրաքաղաք։ Դիլիջանը տեղակայված է Տավուշի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի քաղաքները կապող ճանապարհների վրա։ Բոլոր կողմերից քաղաքը շրջապատված է խիտ անտառներով, որոնց շնորհիվ օդն այստեղ բյուրեղյա մաքրություն ունի։ Իսկ Դիլիջանի բուժիչ հանքային ջրերը արտահանվում են տարբեր երկրներ։ Դիլիջանը բավականին հին քաղաք է,
Այստեղ կարելի է տեսնել հին տներ և արհեստագործական խանութներ, որոնք աշխատում են ճիշտ այնպես, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, պահպանելով հնագույն արվեստների ավանդույթները։ Քաղաքը հարուստ է ինչպես բնական, այնպես նաև պատմամշակութային արժեքներով։ Եկեք տեսնենք ինչ վայրեր է կարելի այցելել դեպի Դիլիջան ձեր ճամփորդության ժամանակ։ Հաղարծին վանական համալիր։ Վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում։ Հնում այստեղ էր գտնվում Հաղարծին գյուղը, որից այժմ միայն ավերակներ են մնացել։ Վանական համալիրն իր անունը ստացել է գյուղից։ Հաղարծինի ամենահին կառույցները թվագրվում են 10-րդ դարով։ Վանական համալիրը ներառում է 3 եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր և Սուրբ Ստեփանոս։ Հաղարծինի տարածքում պահպանվել են հնագույն դամբարանների մնացորդներ։ Այստեղ կարելի է տեսնել նաև յուրահատուկ գեղեցկության խաչքարեր։ Դիլիջան ազգային պարկ։ Դիլիջան ազգային պարկը հիմնադրվել է 1958 թվականին։ Պարկը զբաղեցնում է 28,000 հեկտար տարածք, որը ներառում է նաև Դիլիջան քաղաքը։ Այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ լեռնային լճեր և բուժիչ հանքային աղբյուրներ։ Պարկի տարածքում կարելի է տեսնել նաև մի քանի հին վանական համալիրներ և գերեզմաններ, որոնք համարվում են պատմական հուշարձաններ։ Պատմական Ժարամբեյան փողոցը, ատաղձագործների փողոց։ Դիլիջան քաղաքի կենտրոնում դուք կտեսնեք վերակառուցված տներով մի հետաքրքիր թաղամաս։ Հարմարավետ վերնահարկերը և փայտյա պատշգամբները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ և տեղափոխում են ձեզ մի քանի դար հետ։ Այստեղ կարող եք տեսնել հին քաղաքի կենցաղը, իրական ատաղձագործների, հացթուխների, բրուտների և ոսկերիչների աշխատանքներ։ Դուք նույնիսկ կարող եք ձեր ձեռքով պատրաստել որևէ բան և տանել ձեզ հետ։ Գոշավանք վանական համալիր։ Գոշավանք վանական համալիրը կրում է հայ հայտնի գրող և գիտնական Մախիթար Գոշի անունը, ով մեծ ակտիվությամբ մասնակցել է վանական համալիրի կառուցման աշխատանքին 1188 թվականին։ Ժամանակին Գոշավանքը Հայաստանի ամենամեծ հոգևոր կենտրոններից մեկն էր։ Միմինով ֆիլմի հերոսների հուշարձան։ У нас в Дилижане в кухне открываешь простой кран, вода течет. Второе место занимает в мире. A Perú է Երևան է, դա։ Не, Сан-Франциско. Բոլոր նրանք, ովքեր տեսել են այս հիասքանչ ֆիլմը, անշուշտ հիշում են այս նախադասությունը։ Մեզ մոտ Դիլիջանում ծորակից հոսող ջուրը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Լեգենդար ֆիլմի սիրելի հերոսների հիշատակին քաղաքում կանգնեցվել է հուշարձան։ Պարզ լիճ։ Պարզ լիճը գեղեցիկ լեռնային լճակ է, շրջապատված գեղատեսիլ անտառներով։ Լճի տարածքում կա հանգստյան գոտի, որտեղ կարելի է նավարկել կամ պարզապես հանգստանալ լճի ափին և հիանալ չքնաղ գեղեցկությամբ։
Մաթոսավանք վանական համալիր։ Մաթոսավանք վանական համալիրը 13-րդ դարի կառույց է, որը գտնվում է Դիլիջանից ոչ շատ հեռու։ Վանական համալիրի հին պատերը եւ տարածքի խաչքարերը պատված են կանաչ մամուրով։ Կառույցի մի մասը կիսաքանդ վիճակում է։ Մթնոլորտն այստեղ շատ խորհրդավոր է եւ նույնիսկ մի փոքր սարսափազդու։ Այսօրվա համար այսքանը, համեցեք Հայաստան, համեցեք Դիլիջան քաղաք եւ համեցեք Արմենիա հյուրատուն։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում։